Դուք կարող եք նույնիսկ չպատկերացնել, բայց ամեն օր ինքնուրույն փչացնում եք ձեր երեխայի կցվածքը։ Առաջին՝ փափուկ սնունդ։ Եթե երեխայի սննդակարգում միայն փափուկ ու վերամշակված սնունդ է, ծնոտը չի ստանում բավարար չափի ծանրաբեռնվածություն ոսկորների ճիշտ զարգացման համար։ Հետևաբար այն նեղանում է ու ատամները պարզապես սկսում են չտեղավորվել։ Երկրորդ՝ բերանով շնչելը։ Եթե ձեր երեխան անընդհատ շնչում է բերանով, ապա դա ադենոիդների բորբոքման կամ այլ լոր խնդիրների նշան է։ Երրորդ՝ եղունգները, մատիտները, շուրթերը ու այտերը կրծելու սովորություն։ Մի թողեք անտեսված այս վատ սովորությունները, չէ՞ որ դրանք պատճառ են հանդիսանում ատամների տեղաշարժի, նրանց թեքվածության ու կցվածքի դեֆորմացիայի։ Որքան շուտ դուք նկատեք այս խնդիրները ձեր երեխայի մոտ եւ դիմեք բժշկի, այնքան ավելի հեշտ ու արագ կլինի ծնոտի ուղղումը։ Գրանցվեք խորհրդատվության ու մենք միասին կդարձնենք ձեր երեխայի ժպիտը առողջ ու գեղեցիկ։